Ես շատ քիչ եմ պատասխանում գրառումներին, կոմենտներին, բայց երբ որ գրառումը կոռեկտ է, բովանդակալից է, կարելի է նաև պատասխանել։ Ինչ է գրում Ռուզաննա Մինասյանը։ Ինձ ամենայն հարգանքով Տիկին Ռուզաննայի հանդեպ, որտեղ բժիշկուհի է, երում է կիրթ ազնվորություն, ուրեմն տեսեք ինչ է գրում. Արթուր, ինչ ես տվել Նիկոլին, որ չես կարող վերցնել, սրանով սահմանափակվենք, երևի այստեղ ստորակետ պետք է լիներ։ Տիկին Ռուզաննային ասեմ, Տիկին Ռուզաննա, ես, դուք, բոլորս, մենք միասին Նիկոլ Փաշինյանին տվել ենք մեր երկրի ապագան։ Տվել ենք, որպեսզի նախկիններից ազատվենք եւ կա նոր օրեր։ Բայց մենք տեսանք, որ նախկինները լողացան, մաքրվան, նոր սապրվան եւ նորից հետ եկան։ Պարադոքս ստեղծեց Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար։ Չդատվեցին ոչ մեկ նախկին թալանի մար, չնայած որ Արտուրը 3 տարի առաջ Նիկոլ Փաշինյանին կոչ էր անում, որ համանելում էր տնտեսական եւ ազատի մեզ այդ բերից, վերջապես մոռանանք հին, նոր, ներկա, սկսենք ապագա կառուցել, ոչ Նիկոլ Փաշինյանը դա պահեց։ Բայց հիմա այդ խաղակարտով խաղում է շատ լավ ձեր նյարդերի հետ։ Ինչ ենք տվել մենք Նիկոլ Փաշինյանին։ Տվել ենք երկիր կառավարելու հնարավորություն, այլ ոչ թե ավիրելու։ 8 տարվա մեջ այս մարդը երկիրը ավիրեց։ Ամեն հարցում։ Չկա որևիցե ոլորտ, որին դու մոտ գնաս եւ տեսնես, որ չէ, օքեյ, այստեղ կարելի է լռել։ Ասում եք 10,000 դրամով թոշակները բարձրացրեց, կարելի էր ծափարել։ Բայց երբ որ մտնում ես խանութ, տեսնում ես, որ 2022 թվականից մինչ հիմա 40 դրամից հասել է 85 դրամ, այդտեղ մի պահ կաշկանդվում ես, ոնց կարելի է սա։ Երբ որ տեսնում ես, որ ճանապարհները շինում են, որոնք մի տարի դու քանդվում են, Տիկին Ռուզաննա ջան, այն փողերից, այն հարգերից, այն պարտքերից, որոնք կոր մեր շալակն է դրել Նիկոլ Փաշինյանը, ու ոչ մի բան տեղի չի ունենում, ոչ մեկ չի պատժվում, ասում են գործը դատարան է։ Ну լավ։ Տիկին Ռուզաննա, գիտեք, Արևիկ Գյումրի ճանապարհը միլիոնների փող կերան։ Հիմա ասում են գործը դատարանում է։ Լավ, որ ոլորտին ես ասեմ, որ դուք հասկանաք, որ այս մարդը խաբում է։ Եվ ամենամեծ խնդիրը, այս մարդու մեջ մտած է սուդը։ Եվ ես սա պատճառով, որ այս մարդը ինք իրան արդեն կորցրել է, խայդարակվել է, ամեն տեղ սուդ է այս մարդու կյանքում։ Տեսեք, երբ որ Աննա Հակոբյանը հայտարարեց, որ բաժանվում է, ես միակ մարդկանցից ելա ասեցի, որ գիտեք ինչ կա, ներընդանական խնդիր է, արեք անցնենք գնանք։ Բայց երբ որ ես հասկանում եմ, որ սա սուդ էր, սա լոկ Աննա Հակոբյանի կերպարը մաքրելու ճանապարհ էր, որովհետև ժողովուրդը խոսում էին Աննան ուտերովի մեջն է, Աննան Սիգաննանիկ, իսկ Աննան մի հատ Փերու կերպարով մեզի քսերոր ես ոչ մի բան չունեմ, ինչ ունեի թողեցի, գնում եմ, ու դրուկ հետ կուկա։ Բարի բախտ իրաց բան չունեմ սելու, բայց թատրոնն իմաստ չուներ։ Լավ իշքան կարող եք դուք նստեք ու ձեզի խապեք, որ ձեր կյանքն ավելի է լավացե, որ դուք ավելի վատ կաբրիկ քան երեք։ Ախրեմ, այս մարդը ձեր կյանք փոփոխություն չի բերել։ Այս մարդը բերել է հներին լվացե, մաքրել է, մեզի Ռուսաստանին ավելի գերի շինել է։ Ես Արցախից կյանքում չեմ խոսացել, բայց Արցախը կորցրել է։ Այս մարդուն ինչը պաշտպանեք, մի հատ բացատրեք հասկանամ էլի։ Այո, իմ ընտանիքս դրսում է։ Այո, իմ մեջս կա վախ, որ եթե ընտանիքս կողքից լինի, հիմա իմ չգիտեմ ինչպես ինչ շրջեցին մեքենայով ու ոչ մի բանի մասին չմտածեց ու չմտահոգ, վավ։ Ես վաղ ինչ կդինամ, երեխեքիս հետ ինչ կինեմ։
դու կաբրիկ մի երկրում, որտեղ որ առավոտյան ողջ զարթնելը, ձերբակալված չեղնելը, չգիտեմ ինչ հրաշք է։ Դու կաբրիկ մի Նիկոլի թվում, երբ որ Facebook-ում լայք տնելը մարդկանց համար վախ է։ Դու կաբրիկ մի թվում, երբ որ պաշտոնավորը կարող է ձեզի քրվել, ձեզի չի մնա ժողովրդին, ու ոչ մի բան չանել։ Անդրանիկ Քոչարյանը կարող է լսել, որ իր տղան վեր է մնացած բանակ ծառայածներից, ոչ մի բան։ Նիկոլին ցեն տալով դուք Անդրանիկ Քոչարյանին եք ցեն տալիս։ Ավինյանի հերը ելավ ասեց օպելի շոֆերները համբալ են։ Եսօր օպելի շոֆերները Նիկոլի հետ քարոզ արշավ կենեն բանով կուկային անուն ինչ է, Երևան Գյումրի մայրուխով կուկային։ Ով պատասխան տվեց, երբ որ մարդկացավ համբալ։ Ավինյանն էլ ավսավ կներեք, անցավ գնաց։ Բերեք իրար հայոյենք, բերեք իրար սբանենք, վերջում se կներենք։ Չարությունը այդտեղ չունի մեր երկրում։ Հասկնաք թե չէ։ Ժողովուրդը չարացած է, որտեղ որ հերոստացուց կմիացնես, հերախոսքը բացես, նեգատիվ է ամեն տեղից։ Վարչապետը կսե շուն ու շանգյալները դերտան ընդրիմություն ընտրել, ու սյուր մասին դուք չեք խոսա։ Ինչ իրավունք կվերապահե վարչապետը իրան անվանել շուն ու շանգյալ ընդդիմությանը ծայն տվողներին։ Ինչ է մե ապուշեմ, հերախոսա զրույցի մեջ մեկին չի դենքել այդ մարդիկ ով են։ Կապ ունին այդ մարդիկ ուժեղ Հայաստանի հետ, կապ չունին։ Դուք չեք ասել, այս մարդը ձեզի խապ է, տարեց տարի, ամեն օր։ Հեծը խլին, պատասխաններ չստացանք։ Ունինք Լևոն Պարսեղյան, շատ հետարքիր հարցադրումներ եք գրել, դե թող պատասխանեն։ Քանի կար չեր ընտրվե 3 միլիոնս վարչապետ էինք։ Հիմա 3 միլիոն վարչապետներն երբ որ հարց կուտան, կսեն դուք մեր մագարտագին չեք, որ մենք ձեզի պատասխանենք։ Բայց շուտ է Նիկոլ Փաշինյանը կսել, որ մենք 3 միլիոն վարչապետ ենք։ Այսինքն յուրաքանչյուր վարչապետի հարցին պետք է իշխ եղա, որ մենակ Նիկոլ Փաշինյանի հարցերին կպատասխանեն։ Ինչ եղա, որ երկիրը սկան ավիրեցին, դուք չգիտեք այսօր ինչ կուտեք։ Կանալիզացիայի ջրով կարտոշկեն կուտեք Անուշերնի։ Ինչքան կարելի է ժողովրդին խաբել։ Մորտի անասունների մորտի տեղ չեն շինե, բայց օրենք են մծրով դի պարտադիր մորտը տեղեղնի, ուրտեղ։ Չգիտեմ, լուսնի վրա։ Բայց տարին հենց կոկա նոր տարին կերտան միսը կառնին ծերներից։ Խապենք ամեն ծև, Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովից կսոր տուրիզմը չդեմ աճել է 580%, չէ, մենք կերտանք յանի Եվրոպա։ Կխնդրեմ ձեր բոլորը նայեք ժողովուրդ։ Այդքան արագ Եվրոպա գնացող կալացող ունիք, չէ չունիք։ Իսկ այդ 580%-ը դա Ռուսաստանի քաղաքացիներն են, որոնք ուկան Հայաստանում Եվրոպայի վիզա կստանան, կամ նախորոք ունին արդեն, կերտան Եվրոպա հետ կուկան Հայաստան կթռնի Ռուսաստան։ Նիկոլ Փաշինյանի վերն էկոնոմիկայի նախարար Գևորգ Բաբայանն էլ դիք ներկայացնոր տուրիզմի աննախադեպ աճ ունենք։ Ստոկհոլմյան սինդրոմով է հիվանդ է ժողովուրդը, հասկացեք։ Ստոկհոլմյան սինդրոմը հույսով եմ դուք որպես բժշկուհի գիտեք եւ շատերը գիտեն։ Երբ որ մարդը կսկսե իրան տանջողին, իրան գերի վերցնողին պաշտպանել, դա կոչվում է Ստոկհոլմյան սինդրոմ։ Լավ եղեք, հույսով եմ ձեր բոլոր հարցերին պատասխանեցի։ Իսկ հայյան գրողներին խնդրանք, բլոկ եմ ժողովուրդ մի կերեք։